Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հունիսի 24։ Իսրայելը թող հուսա Տիրոջը, որովհետև Տիրոջ մոտ կա ողորմություն և նրա մոտ կա շատ փրկություն։ Սաղմոս 130-րդ գլուխ 7-րդ խոսք։ Իմ հոգին սպասում է Տիրոջը նրա շնորհի պարգևների և նրա զորության գործադրության համար։ Մենք պետք է հույս դնենք միայն այն բանի վրա, ինչ նա խոստացել է իր խոսքում։ Ինչպես նրանք, ովքեր անհամբեր սպասում են արշալույսին, ցանկանալով, որ լույսը գա դեռևս օրվա բացվելուց առաջ, այնպես էլ առավել ևս բարեպաշտ մարդը փափագում է տեսնել Աստծո բարեհաճության նշանները և զգալ նրա շնորհի այցելությունները։ Թող բոլոր նրանք, ովքեր իրենց նվիրել են Տիրոջը, ուրախությամբ ապավինեն նրան։ Այս փրկություն է բոլոր մեղքերից։ Հիսուս Քրիստոսը փրկում է իր ժողովրդին նրանց մեղքերից, թե մեղքի դատապարտող ուժից, թե նրա իշխող ու կառավարող զորությունից։ Սա առատ փրկագնում է։ Փրկչի մեջ կա ամեն ինչի համար բավարար և լիակատար լիություն, բավական բոլորի համար, բավական յուրաքանչյուրի համար և հետևաբար բավական նաև ինձ համար, ասում է Սաղմոս 2-ում։ Այս փրկագնման բարիքները պատկանում են նրանց, ում մասին ասվում է. «Նա պիտի փրկագնի Իսրայելին»։ Խոսքը հոգևոր Իսրայելի մասին է։ Բոլոր նրանց, ովքեր ուխտի մեջ են Աստծո հետ, ինչպես Իսրայելն էր, և ովքեր իսկապես իսրայելացիներ են, որոնց մեջ նենգություն չկա։ Մեղքից փրկագնումը ներառում է նաև բոլոր չարիքներից ազատագրումը։ Այդ պատճառով այն առատ փրկագնում է, որը ձեռք է բերվել Տեր Հիսուսի քավիճ արյան միջոցով։ Նա է, որ պիտի փրկի իր ժողովրդին նրանց բոլոր մեղքերից։ Բոլոր նրանք, ովքեր Աստծուց ողորմություն և շնորհ են սպասում, անպայման խաղաղություն կգտնեն։ Սա պիտի ասե. «Ես Տիրոջն եմ», նա պիտի Հակոբի անունովը կոչվի, և մյուսը իր ձեռքովը պիտի գրե. «Տիրոջն եմ ես», և Իսրայելի անունովը պիտի մականվանվի։ Եսայի 44-րդ գլուխ 5-րդ խոսք։